Սերժ Սարգսյանը իր վերջին ելույթում կրկին մեղադրական տոնով է խոսում 18 թվականի ցույցերին մասնակցած ժողովրդի մասին։ Ես ձեզ չեմ ստիպել գնալ եւ նախնի միջից պատճել ամենաբարձր գոռացողի էշի ճակատը։ Դա կարծես թեւավոր խոսք դառավ սրանց մասին։ Հիմա ուզում եմ վերջին զարգացումները հաշվի առնելով շարունակել միտքս։ Ձեր ամփորացեշին մեր դրանը մի կապեք։ Փաստորեն բոլորը մեղավոր են բացի հանրապետականներից եւ ինքը ոչ մի կապ չունի Նիկոլ Փաշինյանի գալու հետ։ Այդ դեպքում մի քանի փաստ։ Այդ ինչպես է ստացվում, որ 2008 թվականից, երբ ձեր ընդդիմությունն էին Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռաֆի Հովհաննիսյանը, դուք կարողացաք լռեցնել նրանց, երբ շատերը համարում էին, որ նրանք հաղթել են նույնիսկ ձեզ ընտրություններով, բայց արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանին չկարողացաք կամ չուզեցիք լռեցնել։ Ենթադրում եմ մտածել եք, թե նա հարմար եւ ընդունելի ընդդիմություն է եւ կարող է այդ դերը լավ տանել, բայց ինչ որ մի բան այնպես չգնաց։ Եկավ 18 թվականը, երբ անգամ դուք կարող եք սաղմնային փուլում կանգնեցնել այս process-ը, դուք էլի չարեցիք, թողեցիք, որ մինչև ժողովուրդը հավաքվի, անգամ Վովա Գասպարյանը ձեզ նման առաջարկ արել է ցրելու միտինգները, բայց դուք չեք ուզել։ Ինչու։ Եվ այն ժամանակ եք տվել Կարեն Կարապետյանին իշխանությունը, երբ բազմամարդ էր հրապարակը, երբ ինքը այլևս չէր կարող պահել իշխանություն։ Երևի մտածել եք, որ միգուցե նա հարմար Նիկոլ Փաշինյանը հարմար տեխնացու է, որպեսզի հետո ետ վերցնեք նրանից իշխանությունը։ Թող միգուցե մտածել եք գա տայոց շրջանները, այնուհետև ես փառքով հետ կգամ, բայց արի ու տես, որ նա ամբողջը տվեց։ Եվ ի վերջո դուք ձեր հրաժարականի տեքստում ասել եք ես սխալ էի, Նիկոլը ճիշտ։ Այս արտահայտությամբ դուք ինքներդ եք ուղղորդել ժողովրդին, որ ընտրի հենց Նիկոլ Փաշինյանին եւ չմտածի այլ տեխնացուի օգտին։ Հետևաբար այս ամենից հետո առնվազն մտածելու տեղ կա, թե դուք արդյոք չեք նպաստել եւ մի զարմացեք, որ ժողովուրդը հարցեր ունի եւ անվստահությամբ է վերաբերվում ձեր շատ խոսքերի։